Եթե նախկինում մայրաքաղաքից մինչև Շահումյանի շրջան հասնելու համար երկար ժամանակ ու համբերություն էր պետք երկար ու խորթուբորտ ճանապարհը հաղթահարելու համար, այսօր արդեն Վարդենից Մարտակերտ մայրուղին զգալիորեն թեթևացրել է բնակիչների հոգսը։ Շատ կարճ ժամանակահատվածում ու շատ ավելի հարմարավետ մեր նկարահանող խումբը հասավ Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղ։ Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղը գտնվում է մայրաքաղաքից մոտ 115 կիլոմետր հեռավորության վրա, բնակչության թիվը 200 է։ Եղեգնուտը մեծությամբ, բնակչության թվով, բարեկեցությամբ շրջանում երկրորդն է։ Հպարտությամբ ու սիրով են պատմում հարազատ գյուղի մասին։ Եղեգնուտցիներին, եթե հարցնես, ոչ միայն շրջանի, այլ հանրապետության ամենալավ գյուղը իրենցն է։ Յուրաքանչյուր ոք հպարտությամբ է ընդգծում տարիների զարգացումը։ Կարելի ասել գյուղի աճը միանգամից է եղել, դանդաղ չի ընթացել, շատ արագությամբ աճ է տեղի ունեցել։ Երեք աշակերտից միանգամից մի քանի տարիների ընթացքում աշակերտների թիվը կրկնապատկվել, եռապատկվել է։ Գյուղի հիմնական առօրյանը գյուղացիները ապահոված են աշխատանքով։ Մեծ 98% համայնքի աշխատում են համայնքապետարանում, ունենք բուժկետ, ունենք մանկապարտեզ, պետական գործող մանկապարտեզ, ու մնացածը ունենք հիդրոէլեկտրակայան, որտեղ որ նույնպես աշխատում են, անասնաբուժական կետ ունենք, որտեղ որ աշխատում են, ու մնացածը զորամասում։ Կարելի ասել գյուղի բոլոր ընտանիքներում աշխատող ուժը կա, աշխատանքը կա։ Այս ամենի հետ նաև գյուղատնտեսությամբ են զբաղվում, առհասարակ անասնապահությամբ ու մեղվաբուծությամբ։ Մեզ գյուղամիջում արդեն տեղեկացրեցին, որ անասնապահությամբ զբաղվողներից եք գյուղում։ Այո, մեր համայնքի բնակչությունը եւ մենք զբաղվում ենք անասնապահությամբ, հողագործությամբ նաև։ Սկզբնական շրջանում գնել ենք պետության կողմից տրված վարկով 2 անասուն, այնուհետև կամաց ավելացրել ենք, այժմ ունենք 14 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, պահում ենք, ունենք թռչուններ, զբաղվում ենք նաև հողագործությամբ, որը մեզ օգնում է մեր ընտանիքի կարիքները հոգալու համար։ Իսկ հետաքրքիր է, ինչու այգեգործությունը, հողագործությունը Եղեգնուտում այդքան էլ տարածված չէ։ Սկզբում ավելի շատ էր, այժմ քանի որ բնակչության մեծամասնությունը աշխատում է, փառքասունի աշխատանք զբաղվում են եւ աշխատում են զինվորական ծառայությունում, աշխատում են դպրոցում, ունենք մանկապարտեզ, աշխատում են մանկապարտեզում, իմ կարծիքն է, որ ժամանակները երևի չի ներում հողագործությամբ զբաղվել, ով էլ զբաղվում է ոչ վաճառքի, իր զուտ, իր ընտանիքի կարիքները հոգալու համար։ Իսկ անասնապահությունից կարողանում եք եկամուտ ստանալ, ասենք մսամթերք, կաթնամթերք սպառել նաև։ Ճիշտն ասած լինում է, բայց բացառություններ մեծ մասշտաբով չի լինում, դժվարությունով է դա իրագործվում։ Կաթնամթերքն էլ բավական ասում է անձամբ ինձ իմ տնտեսության, իմ ընտանիքին չեն կարողանում վաճառել, այդքան շատ չեն կարողանում, հնարավորություն առողջությունը չի ներում կաթնամթերքի իրացնելու։ Մեր համայնքը ունի մշտական ջուր, իհարկե մենք այս թևը 99 թվականից ունեցել է ջուրը ստեղծել են, բերել են խողովակներով տեղի բնակչությունը, նրանից հետո պետության կողմից հիմնահաստատվել է բակերի միջոցով եւ համայնքի մեծամասնություն ունեն խմելու ջուր։ Ոռոգման ջուրն էլ իհարկե պոմպի միջոցով մենք ունենք ոռոգման ջրի հնարավորություն։ Այսինքն ցանկության դեպքում այստեղ նաև կարելի է հողագործության մեջ հաջողել։ Այո, եթե մարդիկ ուզենան մշակել, կարող են, հնարավորություն տրված է։ Հացահատիկային մշակաբույս չեն կարող, քանի որ մեր լեռնային է, հարթավայր չունենք, որպեսզի ցորեն գարի ցանելու, անասնապահությունն էլ անասունները, որտեղ ուղարկում ենք սարերը, խոտը կա, իհարկե հարկեր չենք մուծում, փառքաստու առայժմ հարկերը ազատված ենք հարկերից, ավելի ձեռնտու է անասնապահությունը եւ մեղվաբուծությունը։ Գյուղում գրեթե յուրաքանչյուրի բակում մեղվափեթակներ կան։ Սա խոսում է գյուղում ձևավորված մեղվաբուծական ավանդույթների մասին։ Ասում են Գոհար Երեցյանը մեղվի նման շրջան ու մաքրասեր մեղվաբույծ է։ Երբանից եք մեղվաբուծությամբ զբաղվում։ Ընդհանրապես ես որ ծնվել եմ, պապաս պահել է, պապաս ու մամաս։ Իրանց մահից հետո ես ինքս սկսել եմ մենակ պահելը։ Դա եղել է
7 թվից, որ մենակ եմ պահել, բայց 99 թվին, որ տեղափոխվել ենք ստեղ, ես մամայիս հետ օգնել եմ, պապաս էլի վիճակի չէր, ոչ մի բան անելու, մամայիս օգնել եմ, ես ու մամաս ենք պահել, հետո որ երկուսն իրար հետ մահացան, համարյա մի ամսվա ընթացքում, ես սկսեցի մենակ պահելը, մենակ ամեն աշխատանք ես եմ կատարում, մեղվի հետ, ինչ վերաբերում է մեղվին, կարամ Շատ են գյուղում մեղվաբուծությամբ զբաղվողները։ Գյուղում ընդհանրապես որ եկել ենք ստեղ 99 թվականին, մենակ մենք ենք ունեցել մեղու։ Ես եմ ունեցել։ Ու ասենք մարդկանց ես մեղուել եմ տվել։ Ասում են մեղվաբուծությունը գյուղատնտեսության բծախնդիր ճյուղ է։ Ու դժվար աշխատանք է միջայլոց, հա, ես էլ ասեմ։ Հատուկ մաքրություն ու վերաբերմունք սիրող։ Հա։ Տարվա այս եղանակին ինչ աշխատանք է կատարվում մեղվափեթակների, մեղուների հետ։ Տաքացումն արդեն Հիմա բոլոր աշխատանքները կատարված են, մեղուներին տաքոց դրել եմ, բայց մեղու ունեմ, որ հնարավորություն չի եղել տաքոց դնելու, հա։ Կարամ բացեմ ցույց տամ, որովհետև մեղուն շատ խիտ է եղել, շատ զարգացած, համարյա տաքոցի տեղ չեմ ունեցել որտեղ։ այդպես էլ է լինում։ Հա, լինում է։ Սա վերևի տաքոցներն Բայց մենք առանց պաշտպանիչ ինչ որ հագուստի եկանք, վտանգ չի։ Մեղուն հանգիստ վիճակում է։ Տաքոցը դրել եմ, բունը հիմնականում այս ձախ կողմում է։ Մեղուն բունը այս կողմն է։ Տաքոցը դրել եմ միջնատախտակ, հետո այս տաքոցը սա հավել իրան առամկեքնա, որ չեմ հանել շրջանակները։ Սա վերևամասում ենք դնում։ Մեղուն ընդհանրապես ձմեռը բարձրանում է վերև։ Այս տաքոցներն էլ դրա համար եմ դնում վերևը։ Կողքնել եմ գցում վերևն էլ։ Գյուղի աշխարհագրական դիրքը լեռնային, նույնիսկ ինչ որտեղ խիստ լեռնային է։ Բարենպաստ է մեղվի համար ստեղ։ Գուցե դրա համար է, որ ասում են Շահումյանի շրջանի մեղրն ամենալավն է եւ առանձնանում է հոտով, համով։ Շատ լավն է, լեբուժի չհատկությունները շատ են, լորենի շատ կա ու բազմաթիվ ծաղիկներ, բազմազան են ծաղիկները։ Ստեղ համարյա ամեն տարի բերք լինում է։ Եթե ասենք կա ոչ մի տեղ չեմ տեղափոխում, որ ասենք բերքի հետ մանտամ չէ, դες բան չկա։ Ամեն տարի բերքը ստանում ենք։ Կարող է մի քիչ պակաս, մի քիչ ավել այդ ձևի, բայց լինում է։ Չեմ դժգոհում, շատ գոհ եմ ես մեղուներից։ Սիրում եք մեղվաբուծությամբ զբաղվել։ Սիրում եմ։ Ճիշտ է, առաջ դժվարանում էի, որ պետք է մենակ ոնց պետք է ես պահեի էլի, բայց հետո դե որ իմ հույսին էին, բան չարի էլի, պահեցի։ Ասում են գյուղում ամենամաքուր, ամենաբծախնդիր մեղվաբույսներից եք։ Դե որ Աշխատանքն է այսպիսի հատկանիշներ պահանջում։ նախ մեղուն ինքը ոնց ասեմ, շատ իրանման աշխատավոր երևի մի մարդներ չի կարա նրան մաքուր ու սիրուն աշխատեի, դե ես էլ պետք է իրեն մի քիչ նմանվեմ, որպեսզի հաջողեք։ Իսկ սպառման խնդիր ունենում եք։ Սպառման, հա, շատ դժվարությամբ։ Միթե մեր օրերում լավ, մաքուր, մեղր սպառելը դժվար է։ Մարդիկ շատերը չեն հասկանում մաքուր մեղվի մեղրը որն է, ասենք, մենակ իրանց համար քաղցր լինի, շատերը ձևի են, ասենք, մեղրը էլի, ու չեն էլ հավատում, որ իմը լավն է, դե հասկացող մարդիկ տանում են, չի մնում, այսքան տարի պահել ենք, մեր մեղրը չի մնացել, գալիս տնից են տանում, ես ոչ մի տեղ չեմ տանում, ասենք, վերցնեմ մեղրը, պտտցնեմ տնես տուն, շենքի շենք, դες բան չկա։ Մի իրացնում եմ էլի, հա։ Պիտի ասեմ, որ սա արդեն հաջողված սպառելու ձև է, եթե իրենք են հաճախորդն ինքն է գալիս։ Հաճախորդ ինքը գալիս է տուն, հա։ Ես չեմ տանում ծախելու ոչ մի տեղ, բայց շատ լավ կլներ, եթե ասենք կետ լիներ հանձնեի մի անգամից։ Եղեգնուտում զարգացման քայլեր նկատելի են ոչ թե տարիների, այլ ամիսների ընթացքում։ Ջրի ճանապարհի խնդիր չունեն երիտասարդների համար շատ կարևոր է համացանց ունենալը։ Սա էլ կարելի է լուծված համարել։ Իսկ գյուղի այն հատվածները, որտեղ առայժմ կապի այս միջոցը հասանելի չէ, առաջիկայում համացանցին միանալու հնարավորություն կունենան։
Երբ ուզում ես խնդիրներից խոսել, պարզապես շփտում են։ Շատ սրընթաց է կատարվում պետության կողմից աջակցված բոլոր ծրագրերը։ Եթե չասեմ, կարելի է նշել, որ մենք չունենք պրոբլեմ, համեմատական կարգով չունենք պրոբլեմ, քանի որ մնացած համայնքներում չունեն մանկապարտեզ, չունեն տիպային դպրոց, չունեն այն ոռոգման, խմելու ջուրը, մենք ապահոված ենք։ Այնուհանդերձ կուզենային հանդիսությունների տուն ունենալ եւ ոչ միայն։ Չունենք սպորտ դահլիճ, որով ես մեծ ցանկությամբ կուզեի, քանի որ համայնքի երիտասարդ երեխաները շատ ունենք խմբակներ դպրոցում, ձյուդո մարզաձևից, որը որ հանրապետական միջոցառումներում նույնիսկ ոսկե մեդալակեր ունենք։ Եղեգնությունների համար կարևոր է ապրել ոչ միայն կուշտ փորով, այլ նաև կուշտ աչքով։ Բոլորի պես չարչարվում են ու գնահատում աշխատանքը։ Կուզենայի մեզ պատմեք գյուղի կյանքի մասին, ինչով եք զբաղվում։ Մենք զբաղվում ենք անասուն ենք պահում, հողագործությամբ ենք զբաղվում, աշխատում ենք։ Գոհ եք գյուղի պայմաններից։ Այո, հիմնականում մենք ենք ստեղծում մեր պայմանները, մենք ենք աշխատում։ Հա, եթե չաշխատենք, դժվար կլինի, այո։ Հա, անասուն ենք պահում։ Հիմնական ճանապարհն ասֆալտապատ է, ինչպես հասկացա, ջրի խնդիր չունեք։ Ոչ։ Ինչքան գյուղացու հանդիպեցինք, որքան որ զրուցեցինք, կարծես թե այս գյուղում ամեն ինչ կա լավ ապրելու համար։ Այո, համարյա 90%-ից շատ աշխատում են։ Հա, բոլորն էլ աշխատում են։ Համարյա բոլորն էլ մեքենաներ ունեն, համարյա 90%-ը համարյա իրանց մեքենաներով անընդհատ գնում են։ Ասենք կարիք չենք զգում։ Վարդենիսի հետ կապը կա, Ստեփանակերտ, խնդիր չկա, մանավանդ որ ճանապարհները արդեն լավ է, այո։ Ինչ եք կարծում, ինչ է պետք գյուղում լավ ապրելու համար։ Ձեր պարագայում կարծես թե բոլոր նախապայմանները կան։ Լավ ապրելու համար աշխատես, կստեղծես։ Դու պետք է ստեղծես։ Աշխատանք է պետք։ Այո, աշխատանք։ Ձեր այգին է։ Այո։ Նորատունկ ծառեր եմ տեսնում, դուք եք տնկել։ Սա համարյա բոլոր ծառերն էլ մենք ենք դրել։ Հա, թարքասու օգտվում ենք, շատ լավ։ Նույնիսկ օղի ենք քաշում, հա։ Միայն մրգից եք օգտվում, թե նաև բանջարաբոստանային կուլտուրաներ եք մշակում։ Չէ, բայց մշակում ենք ամեն ինչ, կարտոշկան, լոբին, պոմիդորը, լրիվ, ամեն ինչից մի քիչ։ Իսկ ստացվում է հողը բերի է։ Այո։ Եղեգնուտը նաև անտառներով է հարուստ, ինչը նպաստում է անասնապահության զարգացմանը եւ ոչ միայն։ Բարև ձեզ։ Ձմռանն եք նախապատրաստվում։ Այո։ Ձմեռը ձեր մոտ խիստ է լինում, լեռնային է մի քիչ գյուղը։ Մի 2 ամիս խիստ է, էլի։ Մնացածը նորմալ է։ Այսինքն պետք է փայտի շատ ավելի մեծ պաշար ունենալ։ Այո։ Ոտ ամառներն ասենք հոսանքին էկոնոմիա, այդպես բաներ կա, էլի։ Անտառներով հարուստ է գյուղը։ Օգտվում եք անտառների բանիքից։ Այո, ջլյանկա ենք խփում։ Օրինական փետ ենք առնում։ Փայտից բացի անտառի բերքից նաև կարողանում եք օգտվել։ Ընկույզ կամ չկա, էլի։ Այս տարի քիչ է, ամեն ինչը քիչ է։ Բայց մնացած տարիները լավ է, ոչինչ։ Չկար մեկը, ով դժգոհի գյուղի պայմաններից։ Ինչպես եք տեսնում գյուղի ապագան։ Դե հույս ունենք, որ լավ կլինի, դրա համար էլ ուզում ենք մի բան ստեղծենք, էլի։ Այն, որ տարիների ընթացքում Եղեգնուտը դարձել է շրջանի լավագույն գյուղերից մեկը, ամեն գյուղացու համար հպարտանալու առիթ է։ Գյուղի զարգացման զարմանալի տեմպի ապացույցը դպրոցն է։ Նախկինում որպես դպրոցական շենք ծառայում էին գյուղի մի քանի բնակելի տներ։ Գյուղն էլ դպրոցահասակ ընդամենը 3 աշակերտ ուներ։ Այսօր եւ դպրոցական շենքն է մեծ, նոր ու հարմարավետ, եւ ընթացից նաեւ աշակերտների թիվն է զգալի աճել։ $2009 թվին արդեն
շենքը կառուցված էր, արդեն ամեն ձև իր հարմարություններով տեղափոխվեցինք, այն ժամանակ 10 ամյա եղել մեր դպրոցը։ Հիմա 12 ամյա է, կառուցվել է այդ ձևին 10 դասասենակով, այսօրվա դրությամբ մեր երեխաներն էլ փակասուն ավելացել են, շատացել են, հիմա դասասենակները չի երիքում։ Դպրոցում կան 67 աշակերտ, որը որ կազմում է 11 կոմպլեկտ դպրոցում։ Երեխաների թվի աճն ինչ խոսք ուրախացնում է։ Հպարտությամբ են պատմում, որ շատ կարճ ժամանակաշրջանում աշակերտների թվի դինամիկ աճ են արձանագրել։ Երբեք չէինք կարող պատկերացնել, որ երկհարկանի այս դպրոցական շենքում դասարանների խնդիր կունենանք, խոստովանում են ուսուցիչները։ Քանի որ դասասենակները չի երիքում, դահլիճներ ենք սարքել դասասենակ եւ մեր կոմպյուտերան սենակն էլ դասասենակ ենք սարքել, որպեսզի Ցույց կտաք։ Համահայկական հիմնադրամից ստացել են կոմպյուտերները 6 հատ։ 6 հատ կոմպյուտեր ենք ստացել իր հարմարություններով, իր սեղանաթոռներով եւ դասավորված է եղել ամեն սեղան իր համար որպես կոմպյուտերանոց, բայց քանի որ դասասենակը չի երիքում երեխաներից դե դաս ենք անում, հավաքել ենք կոմպյուտերների մի անկյուն եւ օգտագործվում է ընդամենը մի 2 հատ։ Համակարգչային կաբինետը դպրոցի միակ կաբինետը չէ, բայց տեխնիկապես ամենահագեցվածն է։ Հա, սա կեսաբանության կաբինետն է, քիմիան էլ, եթե ասենք փորձեր կատարում, էլի բերվում աստե երեխաներին։ Ես նաև ֆիզիկա ուսուցչին կուզենայի հարց ուղղել, որքանով է կաբինետների տեխնիկապես հագեցվածությունը բավարարում աշակերտների հետ դասապրոցեսները կազմակերպելու համար։ Ուրեմն ֆիզիկայի լաբորատոր աշխատանքների համար շատ կարելի ասել զրոյական լաբորատորիա ունենք, մի քանի վոլտաչափ ամպերմետր ունենք, ռեոստատ ունենք, եւ որոնցով կարողանում ենք միայն էլեկտրական փոքր շղթաներ, պարզագույն շղթաներ կազմել ցույց տալ երեխաներին, մյուս միջոցները չունենք։ Օգտվում ենք կենսաբանության, ասենք սարքերից, որոնք ծավալային չափումներ են, չափասարքեր են, ծավալային չափասարքերն են, այդ գլաներն են, դրանք են, որոնք թե բնագիտական առարկաներից փոքր դասաներին եւ թե բարձր դասաներին կարողանում ենք ցույց տալ։ Մնացող հնարավորությունները չունենք։ Տնային պայմաններում ենք աշխատում հիմնական լաբորատոր աշխատանքները կատարել, ասենք ուժի վերաբերյալ, ուժաչափեր սարքել, այնտեղ զսպանակներ ճարում ենք տնից, բերում տարբեր տեսակների, փորձում ենք այդպես անել։ Այսքան է հնարավորությունը։ Իսկ երեխաների մոտ կա բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրություն։ Ինքնություն, եթե նախ առաջին, եթե երեխաները գյուղական վայրում են ապրում, բնությունը նրանց երկրորդ հարազատ անկյունն է, դա այսպես կարելի է բացատրել, նրանք միշտ հագեցած են բնության ցանկացած երևույթով, միշտ հետաքրքրում են արծաշարերի մեջ, պաշար են բերում դրսից դեպի ստեղ, որը մենք բացատրում ենք, արդեն գիտական մոտեցում ենք ցույց տալ երեխաներին։ Ինքնության յուղի երեխան միշտ նույնම բնության մի մասնիկը, միշտ էլ այդպես էլ եղել է ու կա։ Կրթության որակն ու առաջադիմությունը մի կողմ, եղեգությունների համար շատ ավելի կարևոր է կարգապահությունն ու ռազմահայրենասիրական դաստիարակությունը։ Այդ իսկ պատճառով դպրոցի յուրաքանչյուր դասարան տարբեր ժամանակների մեր հերոսների անունն է կրում։ Բոլոր դասասենակները հնարավորին չափով այո տենց կարգադրած է եւ ուսուցիչները իրանք ամեն իր դասեկական աշխատանքը իր անկյունը պետք անունը հերոսի անունով։ Դպրոցն էլ կրում այո Պետրոս Զևոնդյանի անունով, Պետոյի անունով։ Երեխաները մի բանը եթե շուշուտ են տեսնում, մի բանը եթե շուշուտ են լսում, դա իրանց մոտ արմատավորվում է։ Սերմանվում է, որ դա հայրենասիրությունը, դա մեր բոլորիս պարտք կնա, հայրենասերը որ չլինես, չես կարող քո հայրենիքը պաշտպանես։ Եթե հայրենիքը մենք այսօրվա դրությամբ չպաշտպանենք, մենք չենք կարող եկող սերունդին մենք պատասխան տանք։ Ինչ խոսք գյուղի ապագան այս փոքրիկներինն է, միայն թե գիտակցումով ժառանգեն այն, ինչ տարիների ընթացքում այստեղ հաջողվել է ստեղծել։ Երկար սպասված Մարտակերտ Վարդենիս մայրուղին անցնում է հենց գյուղի միջով։ Սա եղեգնությունների համար նոր ու մեծ հնարավորությունների դուռ է բացում։ Ճանապարհը չէինք պատկերացնում, որ հնարավոր է ավարտին հասցվել, կարելի ասել ավարտին են հասցվել ու արդեն մենք որը որ պատկերացնում էինք, ականատեսենք, որ ինչպիսի շարժատ է լինում։ Նաև կարող է իմ կարծիքով նպաստել գյուղի տնտեսական զարգացմանը։ Այո, միանշանակ շատ
խթան հանդիսացավ գյուղի զարգացման համար, արա ժողովրդի կողմից արդեն ցանկություն հայտնեցին հողատարածքները սեփականաշնորհման, ինչ որ կառույցներ, խանութներ եւ այլն։ Այսինքն միանգամից աճը տեսանք, էլի, ու ասեմ, որ համայնքում զարգացումը շատ արագ է տեղի ունենում, ինչքան ազատ բնակարան ունեինք, բոլորը բնակեցվեց, այո, բոլորը բնակեցվեց, ասեմ, որ այս տարի միանգամից 13 աշակերտների թիվը միանգամից ավելացավ դպրոցում։ Նոր բնակիչների շնորհիվ։ Այո, նոր բնակիչների շնորհիվ միանգամից 13 աշակերտի թիվ ավելացավ դպրոցում, որը որ այդ ցուցանիշը մեր համար շատ գովելի է։ Գյուղի զարգացումների ժամանակաշրջանը ներկան չէ, Եղեգնուտի նաև ապագան է խոստումնալից։ Եղեգնուտն Արցախի հարուստ գյուղերից է, հարուստ են լեռներով, բնությամբ, մաքուր օդով ու գետի ջրով։ Այսքանն այս գյուղի մասին, ևս մեկ գյուղի պատմությամբ Արցախի հանրային եթերում մեզ սպասեք ուղիղ մեկ շաբաթից։